Կառավարական մոտեցումը ամենակարևոր ու մեր կուսակցության համար կարևորը Եղբորս Վազգենի ասած խոսքերն են, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախությունը սակարկման ենթակա չէ եւ մենք գտնում ենք, որ անկախությունն է, որը այն հենքն է, որով գոյատևում է պետությունը։ Այս համատեքստում մենք համարում ենք, որ մեր պետությունը այսօր այս օրերին շատ թույլ, բայց վստահ քայլերով փորձում է ամրացնել իր անկախությունը։ Բայց կան քաղաքական կուսակցություններ, որոնք կախվել են այս պետության ոտքերից, չեն թողնում, որ այս պետությունը անկախանա, չեն թողնում, որ նույնիսկ այդ թույլ ու փոքր քայլերով որոշակի իր ինքնուրույնությունը ցուցաբերի, ինչի նկատի ունեմ այդ ասելով, սիրելի ժողովուրդ, որ մեր պետությունը տարբեր ատյաններում կարողանա, ասենք ՄԱԿ-ում, Եվրոխորհրդարանում, քվեարկի այնպես, ինչպես ինչը բխում է մեր պետության շահերից, ոչ թե այնպես, ինչպես կասեն, ասենք Մոսկվայից Լավրովը կամ Զախարովը։ Մեր պետությունը կարողանա զենք զինամթեր գնել են երկրներից, որը մեզ ձեռնատու է, ոչ թե երկրից, որտեղ իբր ռազմավարական գործընկեր ենք, իբր մեզ էժան են տալիս, բայց իրականում հիլն ու աշխատողն են տալիս։ Որ մեր պետությունը կարողանա իր երկրում, ասենք, Եվրոմիության գագաթաժողով անել։ Ինչ վտանգավոր ու վնասակար բան կար դրանում, մեր ինքնությունն, ինքնուրույնությունն ենք ցուցադրում, ու տեսակ թե ինչ վայնասուն դրեցին, եւ տխուրը նրանում է, որ մեր երկրում կան կուսակցություններ, որոնք իբր պայքարում են Հայաստանի Հանրապետության համար, բայց իրենց հենքում իրենք Հայաստանը անկախ չեն դեր։ Դրանցից համար առաջինը Հայաստան դաշինքն է իբր, բայց դա դաշինք չէ։ Իմ կարծիքով Ռոբերտ Քոչյանը դաշնակցության տեխնացուն է, եւ ես այդպես էլ ասում եմ դաշնակցության տեխնացու Ռոբերտ Քոչյանը, որտեղ մյուս կուսակցությունն է ոչ մեկ չգիտի այդ դաշինքի, եւ ասենք այդ Ռոբերտ Քոչյանը, որ 10 տարի Հայաստանի Հանրապետության ղեկավար է եղել, նախագահ է եղել, 4 տարի էլ Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահն է եղել, այդ նույն Ռոբերտ Քոչյանն ասում է, որ Հայաստանը կարող է նաև դիտարկել, ինքը կարող է նաև դիտարկել Հայաստանը միութենական պետության շրջանակներում։ Այսինքն սղացնում է անկախությունից դուրս ինչ-որ բան։ Այդ նույն Ռոբերտ Քոչարյանը փորձում է, ասում է, որ կարելի է այդ թրիպը շարունակել, բայց առանց Միացյալ Նահանգների, թե ինչպես է պատկերացնում այդ խնդիրը, որ թրիպը վերանայի ու այդ վերանայի առանց Միացյալ Նահանգների, այդ արդեն քաղաքական տրամաբանությունից դուրս է։ Ինքն ասում է, որ թրիպը արժեք կունենա, եթե այն երաշխավորից շարունակվի մինչև Ախուրյան։ Ես էլ այդ կարծիքը մասնակիորեն կիսում եմ, սիրելի ժողովուրդ։ Չնայած ես համարում եմ, որ թրիպը արժեք ունի, անգամ եթե երաշխավորից չի շարունակվում, ու միայն Սյունիքի հետ 46 կիլոմետրն է, բայց երաշխավորից շարունակելու դեպքում դա շատ լուրջ օգուտներ կբերի Հայաստանին։ Իսկ հիմա ինչու է խնդիր կանգնել, որ երաշխավորից չի կարող շարունակել։ Պատճառը մի բանում է, ժողովուրդ ջան։ 2008 թվականի փետրվարի 28-ին Ռոբերտ Քոչարյանը իր հեռանալուց մի ամիս առաջ հայկական երկաթուղիները նվիրեց Ռուսաստանի կոնսեսիոն պայմանագրով 30 տարով։ Ռոբերտ Քոչյանի արած երկրորդ ամենամեծ պատմությունը Մեղրի տարբերակը քննարկման կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային process-ում քննարկման թեմա դարձնելուց հետո հայկական երկաթուղիները հարավկովկասյան երկաթուղիների կոնսենսուս կառավարման տալուն է վերաբերում։ Ու բանը ասել է նրան, որ Հայաստանի իշխանությունները այդ կոնսեսիոնից հետ վերցնելու որևէ հնարավորություն չեն տեսնում, ասում են կգնանք խոսենք Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի իրենք շատ չզայրանան, գոնե վաճառեն երրորդ կողմի, ասենք Ղազախստանի։ Ժողովուրդ ջան, այդ 46 կիլոմետրը, որը Մեղրիով անցնելու է, դա աշխարհաքաղաքական
եւ տնտեսական բավականին լուրջ լծակ է։ Այդ ճանապարհի անունը Միջին Միջանցք է։ Միջին Միջանցքը սկսել է դեռ Բայդենի կառավարությունից առաջ, դա ամերիկյան իսկապես ծրագիր է, որը պիտի շրջանցեր Ռուսաստանը եւ պիտի շրջանցեր Իրանը։ Միջին Միջանցքը միջին է կոչվում, որովհետեւ Լենին Միջանցքը Ռուսաստանով էր անցնում։ Դա տրանսսիբիրյան մագիստրալն է, որը չի գործում, նույնիսկ երբ որ պատժամիջոցների տակ չէր Ռուսաստանը ու Եվրոպան տակ չէր, միևնույն է, տրանսսիբիրյան մագիստրալով քիչ էր գնում։ Ներքևի Միջանցքը ժողովուրդ ջան, ծովով է։ Իսկ ծովով թե Բոսֆորը, թե Դարդանելը հիմնականում ծանրաբեռնված են, փոքր նեղուցներ են ու մեծ բեռներ տեղափոխել հնարավոր չի լինում։ Հիմա Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ամենաշատ բեռներն է տեղափոխում։ Կենտրոնական Ասիայի երկրները գյուղմթերք են ուղարկում Եվրոպա, եվրոպական եւ իրենց բարեկեցությունն էլ որոշակի լավացել է, եվրոպական երկրներն էլ մեքենաներից, տեխնիկայից, ամեն ինչից բացի ուղարկում են նաեւ հագուստ, լավ կյանքի բազմաթիվ այլ էլեմենտներ եւ այդ ապրանքաշրջանառությունը մոտավորապես 50 միլիարդ տոննա է կազմում։ Դրա համար է Միջին Միջանցքը դարձել է երկարևոր, որովհետև վերևը չի աշխատում, ծովում են բաստողումը հնարավորությունները շատ փոքր են։ Եվ այս Միջին Միջանցքում մաս լինելը երկարևոր է Հայաստանի համար։ Ու այստեղ Հայաստան այլ Միջին Միջանցքի պետություններից ինչը ամենաեականն է ժողովուրդ ջան։ Միջին Միջանցքի պետություններից ամենաեականը մեր համար նա է, որ Հայաստանը համատեղ ճանապարհ է տվել Միացյալ Նահանգներին այդ Միջանցքը շահագործելու։ Մնացած ոչ մեկը չի տվել։ Հետևաբար այդ Միացյալ Նահանգները ու Եվրոպան Միջին Միջանցքի մասով տեղավորվելու է այստեղ։ Ինչի է այստեղ, որտեղ նախ մյուսները համատեղ հնարավորություն չեն տվել, իսկ Հայաստանը գիտեք 46% իրենց, 24% մեզ հնարավորություն են տվել։ Երկրորդ մնացած երկրները իսլամական կուլտուրայի ու իսլամական վարկերի կրող են, ինչը եվրոպացիների համար էլ կանել են կալել ինչի, ամենայակակով իսլամին իհարկե, բայց եվրոպացիները ավելի երադասում են ներպես սիվիլ, մեր ցիվիլիզացիայի մոտեցումները եւ իրենց գրասենյակները լինելու են այստեղ Երևանում ու Սյունիքում։ Հիմա այդ ճանապարհը, որը որ պիտի Երասխավանից հասնի մինչև Ախուրիկ կայարան, Հայաստանում կա, գոյություն ունի, գործող է ամբողջությամբ։ Այդ ճանապարհը, որը Բերլից պիտի անցնի Նախիջևան, մտնի Թուրքիա ու գնա, այդ ճանապարհը չկա։ Թուրքիան 2.4 միլիարդ գումար է վերցրել Եվրոպական միությունից, որ նոր երկաթի ցակի, այսինքն ճանապարհը բացվելու դեպքում առնվազն մի 10-15 տարի գործելու է այս ճանապարհը։ Այսինքն Հայաստանի տարածքով բեռներն անցնելու են ոչ թե 46 կիլոմետր, 210-ից գումարած 46 կիլոմետր, 256 կիլոմետր։ Տրանզիտի խնդիրը, ազդեցության խնդիրը տեսեք ինչ արժանի է մեծանում։ Ու որ դա չի մեծանում, դրա մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, որտեղ այդ երկաթգիծը նվիրել է այդտեղ։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ունեցած սեփականությունը, Մերկելյան ինստիտուտ, Պեոմանս, այս ամեն ինչը նվիրել է այդտեղ։ Ու իր իշխանության հետ գալը ռուսական ազդեցության տակ էլ ավելի մտնելու, խրվելուն է վերաբերվելու ու Հայաստանը միանշանակ դորադոր փորձներ է ունենալու։ Քաղաքական առումով ինքն ասում է, ես ինչ ասել եմ կատարվել է, ես քաղաքական վերլուծություններ լավ եմ անում, ամեն ինչ գիտեմ, իրականում ժողովուրդ ջան, հիշեցնեմ ձեզ ինքը ինչ է ասել։ Ինքը Լեռնային Ղարաբաղում, երբ որ խնդիրը անդր որ հասարակական էր ու արևմուտքը առաջարկում են Եվրոպան ու Միացյալ Նահանգները, որ Արայք Հարությունյանը գնա Սոֆիա բանակցելու Ադրբեջանի հետ, իրենք դեմ էին եւ ամեն ինչ արեցին, որ Արայք Հարությունյանը հրաժարական տվեց։ Ես այդ գործընթացքում ուղիղ կապի մեջ եմ եղել Արայք Հարությունյանի հետ ու մանրամասը գիտեմ, որտեղ 3 օրերը 2-3 ժամով հեռախոսով իրեն խոսում էին։ Դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ընտրեցին Շահրամանյանին։ Այստեղ հարավակի ժամանակ լրագրողը մոտեցավ Ռոբերտ Քոչարյանին եւ ասաց ո՞նց եք վերաբերվում այդ փոփոխությանը։ Ինքը ուղիղ պատասխանեց, շատ ուրախ է եւ լավ կլինի, որ Հայաստանում էլ նման բան լինի։ Թե ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում Շահրամանյանի ընտրվելու 10 օր հետո բոլորը տեսա գնացին եւ լավ Սոֆիայի փոխարեն եւ ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարումը։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում իշխանության գալու վերջը լինելու է նույն եւ նախի ստորագրումը։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում Շահրամանյան է։ Երկրորդ թիմը
Գոյի փորձում է քվե հավաքել եւ որը քննարկման թեմա է դարձել մեր ժողովրդի մոտ ու համարում են որ հավանական է որ ինքը դուրս քվեր հավաքի ու ինչքան էլ տխուր է դրանում ճշմարտություն կա դա Սամվել Կարապետյանն է ժողովուրդ ջան։ Իվա ով է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը մեծահարուստ է հայ ամենախոշոր հարստություն ունեցող հայ մարդը։ Ինչը լավ է, ինչով ես հպարտանում եմ, որ հայ մարդ լինի շատ հարուստ։ Բայց Սամվել Կարապետյանը միայն Ռուսաստանի քաղաքացի չի ժողովուրդ ջան։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի օլիգարխ է։ Իսկ Ռուսաստանի օլիգարխները ինչ շագանակիներ ունելու, երբ որ հակադրվում են Վլադիմիր Պուտինին, Սամվել Կարապետյանից թող հեռու լինի։ Օրինակ կարող եմ բերել Բերեզովսկ օրինակը, այսի մի օլիգարխ ուներ Ռուսաստանը, որը բացի շատ հարուստ լինելը նաև արտաքին քաղաքական լավ կապերի մեջ։ Այդ մարդը հենց հակադրվեց Պուտինին, իրեն Լոնդոնում գտան լոգարանում կախված։ Երկրորդ մեծահարուստը Ռուսաստանի Խադարկովսկին, շատերը կհիշեք, Ռուսաստանի ամենահարուստ մարդն է, Սիբիրով, գազով եւ այլով, ամեն ինչ իրեն է։ Գումարը շատ տակապված ունեցուներ իմացող տարբերություն Սամվել Կարապետյանի։ Բառնակեցին, սնանկացվեցին ու հիմա ընդհանրապես խաղից դուրս են։ Երրորդ մեծահարուստ մարդը, հայ մարդ, Ռուբեն Վարդանյանը ժողովուրդ ջան։ Ռուբեն Վարդանյանը նույն երբ ռուսական օլիգարխ էր, մեծահարուստ։ Հրաժարվեց ռուսական ազնագրից, գնաց Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ռուսական շահը պաշտպանելու համար, իմ համոզմամբ Ռուսաստանի ցուցմունքով օգտագործելուց հետո նույն Ռուբեն Վարդանյանին հանձնեցին Ադրբեջանին։ Ռուսաստանում փող աշխատած, Ռուսաստանում միլիարդ ունեցող մարդը ամբողջությամբ կախված է Ռուսաստանի նախագահից։ Ռուսաստանի համար մեկ օլիգարխը Վլադիմիր Պուտինն է։ Որևէ օլիգարխ չի կարող նրա անգամ մեկ բառի հակառակ բան ասել։ Հետևաբար Սամվել Կարապետյանի իշխանության գալը դարձնելու է Հայաստանի կառավարումը խամաճիկային։ Անկախ դրանից ինքը իշխանության կլինի որոշակի պաշտոններով թերիթիվ ազգային ժողով կլինի, դա խամաճիկային ազգային ժողով է, ազգային ժողովի խմբակցություն է լինելու։ Այդ խմբակցությունը անելու է այն, ինչ Ռասիան ներից ասելու է արեք, որտեղ չանելու դեպքում Սամվել Կարապետյանի սեփականությունը կխլել։ Կամ իր վրա այնտեղ քրեական գործեր բացել, ու տնային կամակ չի որ կտա։ Խադարկովսկ օրինակով ամենայն հերերում ամպերը։ Երրորդ մարդը, որը մասնակցում է, որը անձնական շանս ունի, որը հայ օլիգարխ է, Ռուսաստանի չէ, դա Գագիկ Ծառուկյանն է։ Այս պարագայում ժողովուրդ ջան, խնդիրը հետևյալն է։ Գագիկ Ծառուկյանի իմրովները ասում են, այ եթե Գագիկ Ծառուկյանը ինքը առաջարկվել, ինքը լինել առաջին համարը, ինքը ասել ես գնում եմ վարչապետի թեկնածու, գնայ քվե տարի, բայց ինքը ասում է ես վարչապետը չեմ։ Կարողացանք ես ապել չգիտեք, թե այդ դաշինքի կամ այդ կուսակցության վարչապետի թեկնածուն ով է, այդ կուսակցությանը քվե տվողը չգիտի, թե քվե տալուց հետո ով է դառնալու այդ կուսակցության համար մեկ դեպքը։ Եվ երրորդ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ անգամ պատգամավորի մանդատը չէ վերցնում, դնելու է։ Ստացվում է, որ այդ կուսակցության քվե տվողը գնում է քվե տալիս Համրանիկ Տևանյանի, ով Ռուսաստանի օրերների էկրաններից բողոքում էր հայ մարդուց կամ այսօրվա իշխանությունների քվետրած մարդկանց։ Ու ամբողջ խնդիրը նրանում է, որ այս երեք կուսակցությունները միավորվելու են ընտրություններից հետո։ Հայաստանի ինքն իշխանության եղբոր սահմանափակության դեմ։ Իրենք ուզել չուզել, այսօր իշխանը իրարից բողոքել, իրենք միավորվելու են։ Հիմա այս դաշտում ինչ է կատարվում։ Այս դաշտում կա բավարարների կուսակցություն, դրանով քաղաքացիական պայմանագիր է, որը ասում է մենք պիտի լավ լինենք թե ռուսների, թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպայի հետ, սովորական ռազմավարության բարակայում է լավ բան է ժողովուրդ ջան։ Մարդն ասում է շահից փոխանակի ձեռք։ Բայց իրականում երբ մարդը երկու աթոռի վրա է նստում, ինչ-որ բանից այդ վտանգավոր է դառնում, որտեղ երբ որ փոխանակի մեջ է սրտում, այդ աթոռներից ոչ մեկը քեզ չի պաշտպանում, որտեղ քեզ չի վստահում այդ կան, որտեղ դու երկուսի հետ խաղում ես։ Իսկ փոխանակի մեջ ընկնելու հավանականությունը այս տարածաշրջանում ցանկացած երկրի ունի Հայաստանի Հանրապետությունը առավել ևս։ Բայց Երևան քաղաքում եւ մասերում մեր հանդիպումները ցույց են տվել, որ
քաղաքացիական պայմանագիրը իմ կարծիքով իր 50+% հավաքել է։ Լավ է, վատ է, չգիտեմ։ Ես կարծում եմ, որ խորհրդարանական պետություններում ամենալավ տարբերակը կոալիցիոն կառավարումն է, որովհետև եթե մի կուսակցություն է, ինքը շատ փրկի օրենքներ է բերելու, վստահ է լինելու, որ իրենք փոխել չեն կարող, ինչ ուզի գա իր 50+ մարդը կոճակը կսեղ մի հետ օրենքը կանցնի, անկախ նրանից ժողովուրդն ընդունում է թե չէ։ Իսկ երբ որ կոալիցիա է, խնդիր է առաջանում կոալիցիոն գործընկերոջ հետ, եւ Եվրոպայում այդպես է, ժողովուրդ ջան։ Եվրոպայում որևէ եվրոպական երկիր հաղթող կուսակցությունը 30-35%-ից ավելի չի հավաքում կոալիցիաներով էլ իշխանություն ձևավորում եւ դրա համար լավ օրենքներ են բերում։ Բայց հասնես է, հիմնական հաղթող թիմը քաղաքացիական պայմանագիրն է, որը մեր շփումները ցույց է տալիս, որ առավել ևս մարզերում, որ իրենք 50+ են։ Հիմնական այս թեմին, որը ուզում են ատոմի վրա նստել, դա դեպի Եվրոմիություն, դեպի արևմուտք գնացող քաղաքական կուսակցություններն են։ Այդ քաղաքական կուսակցություններից մեկը մենք հետո եկել ենք ձերբակ, որ մշտապես ենք ասել 2001 թվականից, որ ժողովուրդ ջան, մեր արևմուտքի շահերը համընկնում են, դուք եք տեսել եք ժողովուրդ ջան։ Դուք դա տեսել եք։ Տեսել եք ինչպես 2022 թվականին, երբ որ ադրբեջանական զորքերը իշխում էին Ջերմուտ, Հայաստանի այդ ժամանակվա ռուսական իշխանությունների մինչև վերջ պաշտպանող այսօրվա իշխանությունը իր վերանով հայտարարեց, որ ադրբեջանական ուժերին թույլ տվեցին իջնել ու պատերազմը դադարեցրեցին ամերիկացիները։ Դուք բոլորը տեսաք, որ 2023 թվականին, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների տնի տեղահանության էին ենթարկել, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը հավեսի էին ընկել, ժողովրդական լեզվով ասած։ Ուզում էին Սյունիքով միջանցքը կտրել։ Ալիևն էլ ասաց, երկաթը ռուսկով կբացել, եթե նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չկատարենք։ Այն որ 3-8 կետը չէին կատարել այդ հետ, բայց 9-րդ կետը 2023 թվականին պատրաստում էին կատարել։ Եվ այդ ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օբրայենը հայտարարեց, որ եթե դուք փոխեք խնդիրը լուծեք ուժային տարբերակով, Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ գործիքական կազմը։ Որևէ բան ավելի չասացի, բանացից ինտուտել են ինչ ասել։ Ու դրանից հետո միանգամից կանգնեց ու Սյունիքով միջանց չկտրեցին։ Դուք դա տեսել եք, երբ որ սահմանների կրակում էին, եվրոդիտորդները եկան, կանգնեցին առանց ձեռքի եվրոդիտորդները ու սահմաններից ստեցին չկրակել։ Դուք դա տեսակ 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ նախաստորագրվեց, ոչ թե ստորագրվեց, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր, ու սահմանների ականջախուր եւ բարդ դիլոջը առեսօր Հայաստանի Հանրապետության սահմաններում մեր որդիների, մեր զինվորների որևէ մեկի քրիք ծառու չի եկել եւ հակառակորդի կրակոցից մարդ չի զոհվել։ Այսինքն, այդ արևմուտքը իր շահերից ելնելով պաշտպանեց եւ կարողացավ խաղաղության օրակարգները։ Նաեւ այդ արևմուտքը բազմաթիվ տնտեսական ծրագրեր առաջարկում, ժողովուրդ ջան։ Ես չեմ կարողանում ձեզ այդ տնտեսական ծրագրերով ինչը մենք առաջարկում ենք, բայց մենք մշտապես առաջարկել ենք Հայաստանի Հանրապետության հանգաուկային ռեսուրսները ամբողջությամբ օգտագործելով առաջիկա 5 տարիներին Հայաստանի բյուջեը կրկնապատկելով հասնել մինչև 45 միլիարդ բյուջեի։ Ասեմ, որ 45 միլիարդը երկու անգամ ավել է այսօր գործող Ադրբեջանի բյուջեից, որը 22-ից 25 միլիարդ է։ Միայն այդ դեպքում է, որ Ադրբեջանը այլևս պատերազմի չի խոսի։ Միայն այդ դեպքում է, որ այլևս մեր անկլավների չի խոսի։ Միայն այդ դեպքում է, որ մենք կարող ենք համարել, որ այլևս խաղաղությունը հարատել է։ Այդ տարբերակն ենք չունենք, մենք կարող ենք հաղթել Ադրբեջանի տնտեսությամբ, եւ դա ցիվիլ տարբերակ է, անհայտ տարբերակ է, առանց պատերազմի տարբերակ է։ Մենք այդ տարբերակը այդ ձևերը գիտենք, պես պետք է մեր ոսկի պղի նախպղիցը, Արցախը, ջրային ռեսուրսները, բազարը, պերմիտը ճիշտ օգտագործել։ Չթողնել ստանու զորական մի օրինակներ է, Հայաստանում տարեկան զդալի ժամանակ 1.4 միլիարդ խորանատները ջուր է հավաքում։ Հայաստանի բնակչությանը անհրաժեշտ է, որ ծովի ծով լինի 22-ից 24 միլիարդ խորանատներ ջուր։ Բայց դուք բոլորը գիտեք, որ հունիս ամսին Հայաստանի գյուղացի ջրի խնդիր ունի, քաղաքացիներ գյուղաչուն օրական ասպեսոր անջատելու է, անջատելու է, որ ջուր կուտակի։ Այդ ջուրը
տնօրինելու համար ջրամբարներ եք կառուցել։ Ինչի մասին բազմաթիվ անգամներ ասել են։ Եվ հնարավորություն ունեք մինչև 5 միլիարդ խորանապետը ջուր կուտակելու։ Սիրելի ժողովուրդ, եթե մենք 5 միլիարդ խորանապետը ջուրը կուտակում ենք, եւ դրանից ասենք 2.5-3 միլիարդ խորանապետը տալիս եք Հայաստանի Հանրապետության գյուղացու քաղաքացիները այնքան որ ծորակի տակ ծմերուց սարվեցնի, այդ չափ, ոցովի, ծորակի տակ ծմերուց սարվեցնի։ Միևնույն է 2 միլիարդ խորանապետը ջուրը մնում է, որ կարող եք վաճառել։ Վաճառել մեր հարևաններին, որոնք ջրի խնդիր ունեն։ Օրինակի համար ասել 2025 թվականի մեր հարևան Իրանում բողոքի ցույցեր եղան, որտեղ երաշտ էր։ Եվ 2025 թվականը միակ դեպքն է, որ Իրանի իսլամական իշխանությունները ասեցին Ղուրանում գնաց է եւ ջրի համար մուսուլմանը բողոքելու իրավունք ունի։ Ու ցույցերը չծրեցին։ Սիրելի ժողովուրդ, այդ ժամանակ Իրանում մեկ խորանապետը գորորման ջրի գինը հասավ 6-ից 8 դոլարի։ Եվ ես ձեզ ասում եմ, 2.5 միլիարդ խորանապետը ջուրը, եթե մենք վաճառենք 50 ցենտով, 1 միլիարդ դոլար փող է, չէ։ Օդից փող, որը եթե այսօրվա բանակի 1 միլիարդ բյուջեի վրա դնես կդառնա 2 միլիարդ, չէ։ 2 միլիարդ բյուջեի բանակայում վստահեցնում եմ ձեզ, հայցի որից խիզախցի որ չկա, իրենց պարազինել է պետք։ Եթե 90-ական թվականներին մեր զինվորի խիզախությամբ նռնակով մանկիներ են գնում ու խնդիր են լուծում, հիմի նռնակով ալոմաչուլիան չի կարող գնալ, չէ՞ այս պարազինությունը է պետք, բայց պարազինությունը կարող եք մենք ստանալ Եվրոպայից։ Սիրելի ժողովուրդ, տնտեսական այսպիսի բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք առաջարկում են ձեզ, որոնք ովքեր հետաքրքրում են կայուն կարող են նայել, կարող են հետագայում նաև հանձնել տալ։ Քաղաքական դաշտում արևմտյան արժեքներ կրող կուսակցություններից միայն մենք ենք ժողովուրդ ջան, որ ասում ենք, որ եթե ազգային ժողովուրդ խնդիր առաջանա ու կոալիցիա ձևավորելու պահանջ առաջանա, մենք այո կոալիցիա ձևավորենք գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի հետ, ինչու համար փուլ չտալու, որ ռուսական ազդեցության քաղաքական ուժերը իշխանություն են ու կախվել Հայաստանի Հանրապետության անկախության ողջերից։ Այսինքն այս դաշտում մեր ներկայությունը, մեր մասնակցությունը դառնում է երկարևոր։ Նախ որովհետև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ներկայացված են լինում թե ուսանողներ, թե բանասավորողներ եւ թե արևմտամետներ եւ ցիվիլ աշխատանքի վերաբերող բանավեճ է լինում, երկրորդ ու եվրոպացի արևմուտքը տեսնում է, որ հայ մարդը իր քրեով ապացուցեց, որ ինքն ուզում է եվրոպական ընտանիքի անդամ դառնալ, որ ինքն ուզում է արևմուտքի հետ բարեկամ դառնալ, եւ այդ դեպքում թե ազատ վիզայի ռեժիմն է արագանալու, թե ներդրումներն են ավելանալու, եթե բազմաթիվ այլ խնդիրներ գումարային մեր ժողովրդի հետ կապված հեշտանալու են։ Հետևաբար ավարտելով խոսքը սիրելի ժողովուրդ ջան, ուզում եմ խնդրել ձեզ, որ հունիսի 7-ին գնանք ընտրատեղամասեր, եղած 19 քվեատերների միջից ընտրեք 11 համարը։ Ընտրեք 11 համարը և ձեր քվեատակպես։ Ինչու՞։ Որովհետև ձեր քանի տղա Ռոմանի հետ մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, մենք տանում ենք օրենսդրական նախագծեր։ Մենք չենք գնում իշխանափոխության, մենք գնում ենք աշխատելու։ Մենք գնում ենք իշխանություն դառնալու։ Մենք գնում ենք ազգային ժողովում չաշխատող, ծույլ, ամեն օր բեկեր սարքող, հայոյան կապող, օրական անվստահության պրոցես ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը փոխարինելու։ Մենք գնում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողով իրական